Արդեն երկրորդ անգամ է Գավառի գեղարվեստի դպրոցը համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության նկարիչների միության հետ Գավառ համայնքում նկարչական սիմպոզիում է կազմակերպում։ Գավառի գեղարվեստի դպրոցի այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։ Ամեն ինչ տրամադրող է, հիանալի տեսարաններ են, կան հասցեներ, որոնք բացահայտում ենք միասին։ Իրենք կունենան հետագայում հնարավորություն իրենց էտյուդային տեղանքը ընտրելուց նաև ներառել Գավառ համայնքը։ Նկարիչների միության անդամները գեղարվեստի դպրոցի սաների հետ, չնայած օրացույցով գարուն է, Գավառի բնակլիմայական պայմանները հնարավորություն ընձեռում տարբեր բնակավայրերում կտավին ձմեռային տեսարաններ ու պատմամշակութային կոթողներ վրձնել։ Այս անգամ սիմպոզիումին մասնակից նկարիչների միության անդամներին միացել է նաև նախագահը։ Այս հնարավորությունը ընձեռում է բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի նկարիչները գան, աշխատեն եւ շատ հատկանշական է, որ երիտասարդները նույնպես միացել են մեզ եւ իրար հետ ուրեմն աշխատում ենք պլեներում, ստեղծում կտավներ։ Նկարչական սիմպոզիումին մասնակցելը նաև լավ հնարավորություն է գեղարվեստի դպրոցի սաների համար։ Նրանք հնարավորություն ունեն աշխատելու մասնագետների ու վաստակավոր նկարիչների հետ, լսելու նրանց դիտողություններն ու խորհուրդները։ Գույնը որ ակտիվացրել ես, այստեղ կորել է սրա իմաստը սա։ Իրան ավելի փոճրացրել է, որ ինքը կարողանա արտահայտի գա այս կողմ։ Մեծանա, լավ բալես։ Մենք ունենք հնարավորություն ցույց տալ մեր ունակությունները եւ հարկ եղած ժամանակ խորհուրդ վերցնել մեր նկարող նկարիչներից։ Սիմպոզիումի 7 օրերը եզրափակվում են Հայրավանքի տարածքում եկեղեցու ու Սևանի ձյունոտ թեմատիկայով։ Այս օրերին կատարված աշխատանքներով կազմակերպվելու է ցուցահանդես, որտեղ ցուցադրվելու են ինչպես նկարիչների միության անդամների, այնպես էլ գեղարվեստի դպրոցի սաների ընտրված աշխատանքները։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։